Հայաստանի ղեկին ուզում եմ նախ առաջինը չլինի այնպիսի առաջնորդ, որը Հայաստանը միակողմանի աշխարհաքաղաքական ուղղությամբ է տանելու, պետք է լինի այնպիսի առաջնորդ, որը կարողանա այս շատ ծանր իրավիճակում, երբ որ աշխարհը չես գիտում, հասկանում ինչ կլինի, բալանսավորված քաղաքականություն վարի։ Այդպիսի քաղաքական ուժ պետք է առաջնորդի, որը կարողանա վստահություն ունենա թե ռուսական կողմից, թե Չինաստանի կողմից, թե Ամերիկայի, թե Եվրոպայի։ Այդ առումով այս պայն Հայաստան դաշինքին եմ տեսնում, ինչ որ իմաստով նաև ուժեղ Հայաստանին եմ տեսնում այդ բանով։ Հայաստան դաշինքի առումով առավելությունը կարծում եմ նրանում է, որ շնորհիվ դաշնակցության, քանի որ դաշնակցությունը ինքը արևմուտքում շատ ուժեղ ներկայացված ուժ է, շատ կազմակերպված, ինքը կարա հենց միայն իր ներկայությամբ բալանսավորի արևմտյան ուղղությունը եւ նաև Քոչարյանի անցած ուղին եւ այդ ընթացքում ձեռք բերած վստահությունը շատ կարեւոր նախադրյալ է, որ առողջ հարաբերություններ կլինի նաև Ռուսաստանի Դաշնության հետ։ Քանի որ այսօր շատ կարևոր է, որ երկիրը ղեկավարի այնպիսի մարդ, որին որպես անձ կարելի է վստահել։ Այս շատ կարևոր հանգամանք է, որովհետև չես կարա, ասենք, ժողովրդին կարա սխափես, ինչ որ այսօր մի բան թաքցնես, մի բան չասես, բայց միջազգային հարաբերություններում այդպես կարծում եմ չես կարա, վաղ թե ուշ կտուժես քո բոլոր խաբեությունների համար։ Իսկ այդ առումով արկածախնդրությունն է այս իրավիճակում երկիրը վստահել, որ պայմանական Նիկոլ Փաշինյան նման մարդու, որը կարա մի ամսվա մեջ 10 տարբեր կարծիքներ արտահայտի, դա ուղղակի աղետալի կարա լինի մեր համար այս պահին։ Իսկ ուժեղ առաջնորդը, վստահելի առաջնորդը կկարողանա կայուն հարաբերություններ ունենալ, զարգացնել բոլոր կողմերի հետ եւ հենց այդ վստահության հաշվին առաջին հերթին։ Սպառնալիքը առաջին հերթին այնա, որ փորձում են մեզ համոզել, որ թուրքերից վտանգ չկա։ Ես դա գենետիկ մակարդակով ինստիտուցիոնալ հիշողությամբ գիտեմ, որ այդպես չի։ Այսինքն ես առաջին հերթին չեմ կարա ընդունեմ դա, որովհետեւ դա շատ վտանգավոր է։ Առնվազն նույնիսկ եթե ոչ մի բան չլիներ, բայց առնվազն այսօր մենք տեսնում ենք Իլհամ Ալիևի հռետորաբանությունը եւ դա գոնե մեզ համար պարզ է, որ իրենք նպատակ ունեն էքսպանսիա իրականացնել Հայաստանի վրա։ Այս պահին տեսեք Նիկոլ Փաշինյանը ամբողջ շեշտը դրել է խաղաղության վրա, խաղաղություն ասելով ինքը նկատի ունի պատերազմ, չէ՞։ Բայց հակամարտությունները միայն ռազմական բախումով չեն լինում։ Հակամարտությունները տարբեր շերտեր են ունենում, մասնավորապես տնտեսական, մշակութային, ասենք պատմական, տարբեր շերտեր են ունենում։ Եվ այս համատեքստում տպավորություն է, որ եթե մենք պայմանական սահմանում կրակոց չկա, ապա խաղաղություն է։ Հիմա խաղաղություն չի, քանի որ Ադրբեջանը իր էքսպանսիոն քաղաքականությունը վարում է, մասնավորապես օրինակ Արևմտյան Ադրբեջանի գաղափարաբանությունը ինքը շարունակում է իրականացնել։ Գործող իշխանությունը փորձում է փաթեթավորել դա իբր թե պատասխանն է, որ մենք բարձրացնում ենք արցախցիների վերադարձի հարցը, բայց այսօր իրենք չեն բարձրացնում արցախցիների վերադարձի հարցը եւ բնավ Ադրբեջանի քաղաքականությունը պայմանավորված չէ դրանով։ Դա շատ ավելի խոր արմատներ ունի, դա մենք տեսել ենք Սովետական միության 70 տարիների ընթացքում, երբ որ խաղաղություն է եղել, այդ նույն քաղաքականությունը իրենք վարել են, այսինքն խաղաղության փաստացի այդ աղբերության շրջանակում թուրքերը խաղաղ ձևով սկսել են կամաց շատանալ մեր տարածաշրջանում, ընդ որում բացի շատանալուց, եթե օրինակ համեմատում եք 1920-ականների քարտեզներ, օրինակ 1970-ականների քարտեզների հետ, դուք տեսնեք, որ Սյունիքից հատված տարածքներ են զիջվել Ադրբեջանին։ Մի դեպքում կաշառքով են արել, մի դեպքում ինչ որ այլ ձևով են արել, բայց իրենք կամաց ինչ որ արոտավայրեր, լճային տարածքներ, վեճերով կամ այլ ձևերով առաջ են մղել այդ ամեն ինչը եւ կամաց Սյունիքից օրինակ տարածքներ են վերցրել։ Բանը հասել է նրան, որ
արդեն Կապանում Սիսիան մենքան են շատացել, որ երկրորդ քարտուղարը Թուրք եղել եւ այլն։ Այսինքն սա հստակ ազդակ է, որ խաղաղության պայմաններում մենք ունենալու ենք թուրքական էքսպանսիա եւ պայքարը շարունակվելու է։ Ամենավտանգավորը ինձ համար այն է, որ այս կառավարությունը ինքը հովանավորում է դա։ Ինչու է հովանավորում, որտեվ այսօր մենք տեսնում ենք օրինակ հենց հիմա Սյունիքում ինչ որ հայկական խորհուրդ է կոչվում, չգիտեմ ինչ է կոչվում, մի քանի հոգի են, ովքեր Ադրբեջանից են եկել, վերադարձել, գնացել են շուտ բանակցել են եւ այսօր ադրբեջանական թեզեր են տարածում։ Սյունիքում գյուղերում հանդիպումներ են ունենում եւ խոսում են թե ինչքան լավ է, որ հիմա խաղաղությունն է, այս ադրբեջանցիների հետ ճանապարհները, որ բաց ինչքան օգտակար է լինելու եւ այլն եւ այլն։ Սա հստակ ցուցիչ է, որ գործող իշխանությունը չունի այն զսպաշապիկը, որով կարող է օրինակ կանխարգելել այդ ադրբեջանական էքսպանսիան մեր նկատմամբ։ Երկրորդը այդ մշակութային եւ դեմոգրաֆիկ խնդիրների մասին նաեւ տնտեսական էքսպանսիան։ Այսօր մենք տնտեսական էքսպանսիայի ամենալավագույն օրինակը Վրաստանն է, Բաթումի շրջանում։ Այսօր շատերը խոսում են, նույնիսկ արդեն վրացիներն են անհանգստանում թուրքական կապիտալի ներկայացվածության մեծ չափից։ Եթե չլինի այդ զսպաշապիկը, Թուրքիան շատ հզոր պետություն է, մեզնից մի տասնյակ անգամ մեծ, հզոր տնտեսապես եւ հնարավորություններով եւ իր համար մեր նման երկիրը տնտեսապես գրավելը շատ պրիմիտիվ թեթև գործ է։ Իսկ այդ փողը, որ իրանք թափտան ստեղ, եթե գան, ասենք, եղած գնից մի երկու անգամ թանկ գնով ինչ-որ բիզնեսներ առնեն, դա արդեն շատ հեշտությամբ կգրավեն։ Մարդիկ էլ մի քիչ էլ կարան այլ լավ պայմաններ ստեղծեն, հեշտությամբ կվաճառեն, կգնան։ Դե այդ կանխելը այնա, որ չպիտի էլի Նիկոլ Փաշինյանը լինի իշխանության, որովհետև ինքը վարում է այնպիսի քաղաքականություն, որ ինքը ասում է, դա նորմալ է, այդպես պիտի լինի, ինքը չի թաքցնում։ Իսկ ես գիտեմ, որ այդպես լինի, այդ նորմալ չի, կարող է պատերազմ կրակոց չլինի սահմանին, դա խաղաղություն չի։ Թուրքերը շարունակելու են մեզ ճնշել, տնտեսապես շարունակելու են ճնշել մեզ ջրային ռեսուրսների պատերազմում, այսօր արդեն այդ հարցերը բարձրացվում է, շարունակելու են ճնշել օրինակ էկոլոգիական հարցերով, շարունակելու են ճնշել մշակութային հարցերով։ Հիմա շարունակում են, չէ՞, հիմա եկեղեցիները քանդում են, չէ՞, Արցախում։ Նույն բանն է, այսինքն ընկալումը, որ խաղաղությունը դա պատերազմ սահմանի կրակոցը չի, դա ուղղակի աբսուրդ է, էլի, դա հա սովորական մարդիկ կարող է չհասկանան, բայց իրականում պատերազմը շատ ուժեղ տեմպերով բոլոր ուղղություններով շարունակվում են։ Հունիսի 7-ի ընտրությունները շատ ճակատագրական են մեր համար, բայց ես անկեղծ ասած մտավախություն ունեմ, որ հանկարծ մնա իշխանությունը եւ այդ մտավախությունը հիմնավոր է, որովհետեւ 21 թվին մենք փաստորեն չկարողացանք ընտրություններով փոխել իշխանությունը եւ ստացանք Արցախի կորուստը։ Ես ուղղակի սարսափում եմ այն մտքից, երբ որ մենք հանկարծ այս իշխանությունները մնան, որովհետև ես չեմ վստահում իրենց, ոչ մի ձև չեմ վստահում։ Իրենք կարան ավելի բարդ իրավիճակում հայ ժողովրդին դնեն։ Ինչպես որ օրինակ հիմա մենք ասում ենք Արցախի հարցը, մենք շատ վախենալով ու այսպես ասած անորոշությամբ ենք նայում այդ հարցը հիմա լավ ոնց ենք կարողանալու լուծել։ Ինքը որովհետև շատ բարդ իրավիճակ է հիմա, հա, շատ իր իջացրած նշաձողը մինուս է իջացրել։ Այդ նույն ձև, երբ որ մենք ընտրենք Նիկոլ Փաշինյանին, այսինքն ժողովուրդը հանկարծ ընտրի Նիկոլ Փաշինյանին, մենք մի քանի տարի հետո շատ ավելի վատ վիճակ ենք ունենալու այս էքսպանսիան պայքարի մեջ։ Ինքը, գիտեք, նույնիսկ եթե ինքը լինի, չգիտեմ, լավը, բարի, ոնց ուզում է ներկայանա, հա, խելացի, չեմ անում, սրտացավ, շատ է ուզում որ հայ ազգի համար լավ, հա, տեսեք, եթե նույնիսկ այդպեսինն է, էլի, եթե նույնիսկ այդպեսինն է,
Ես միշտ այդ օրինակն եմ բերում, պատկերացրեք մեքենա է, 2-3 մեքենա են կանգնած, վարորդներից մեկը, ասենք պայմանական Նիկոլ Փաշինյանն է, մեկը Ռոբերտ Քոչարյանն է, մեկը էս մեկը, եւ դու պետքա քո երեխային դնես ինչ-որ մեքենային, որը ճանապարհ գնա։ Դու որ մեքենան կվստահես, որ քո երեխան նստի։ Այդ անհավասարակշիռ, էմոցիոնալ, այն որ մի բան ասում է, հետո ուրիշ բան ասում, հետո ուրիշ բան ասում, բայց բարի ասենք բարի մարդուն, դե այն մարդուն ով հավասարակշիռ է, գիտես որ լավ փորձ ունի, լավ վարորդ է, երբեք վթարների չի ենթարկվել, ասենք այդ մարդուն կվստահես քո երեխային, թե այն մարդուն ով ասենք գիտես որ վերջի 5 տարում մի 10 անգամ ավտոն պտտել է, ու որ իրան ասում ես խի ես տենց արել, գորգորում է, ասում է դու ես մեղավոր, ու բնականաբար չես ընտրի, չէ, այդ վարորդին։ Բայց ինչի պիտի երկիրի ղեկավարելու հարցում մենք այդ առողջ ողջամտությամբ չմոտենանք։ Չէ որ խոսքը հենց անմիջապես մեր բոլորիս ապագային է վերաբերվում այդ հարցը։ Այդ էմոցիոնալ շերտը հանենք էլի, այն որ շատ են էմոցիայի վրա խափում ժողովրդին։ Վայ հայ ռուսները եկան, չգիտեմ, այս այնեն արին։ Էմոցիաները հələ հանենք մի կողմ։ Ռեալ փաստերով նայենք ու ռեալ հասկանանք ում ենք էլի վստահում մեր երկիրը, ում ենք վստահում մեր երեխուն, որ պետքա նստի այդ ավտոբուսը, նստի ու գնա։ Մենք վստահում ենք, որ Նիկոլը վարի այդ մեքենան, թե ասենք ավելի օրինակ Ռոբերտ Քոչարյանի նման, ինչու ոչ, անձը, որը իր կառավարման տարիներին ունեցել է այդ փորձը եւ կարա երկիրը այս ճգնաժամային իրավիճակում կառավարի։ Այստեղ շատ կարեւոր է, որ մենք նաև ունենանք նենց առաջնորդ, որը ճգնաժամային իրավիճակում կառավարելու փորձ ունի, դա շատ կարևոր։ Դե ինձ մնում է, որ մեր ժողովրդին ողջամտություն մաղթեմ, իրականում սա սովորական ընտրություն չի։ 21-ն էլ չէր սովորական ընտրություն։ Եթե թվում է, թե բան չի փոխվել, մենք կարող է անձամբ ինձ հետ ինչ-որ բան չի եղել, կամ անձամբ ինչ-որ Նիկոլականի հետ ինչ-որ բան չի եղել, բայց մենք գիտենք 150.000 հայրենակիցներ, ովքեր հայրենազրկվել են, անձամբ իրենց հետ շատ բան ա եղել, ու չի բացառում, որ հիմա ընտրենք Նիկոլ Փաշինյանին, ինչ-որ մի բան արդեն անձամբ մեր հետ կկատարվի։